Արամ Մելիքյանի ավագ դուստրը Էլիզ Մելիքյանը, ինչպես հանրությանը արդեն հայտնի է, նկարահանվել է «Վերջին զանգ» հեռուստանախագծում։ Օրերս նրա ինստագրամյան էջի հարցուպատասխանից պարզ դարձավ, որ նա ունի նոր առաջարկ։ Հետևորդներից մեկի հարցին, թե կցանկանա Էլիզը նկարահանվել նոր սերիալում, ի պատասխան նա հրապարակել է նամակագրության լուսանկար, որտեղ Էլիզ Մելիքյանին նոր սերիալում նկարահանվելու առաջարկություն անողը գրել էր. «Մտածում եմ քո դերի մասին», իսկ Էլիզն իր հերթին պատասխանել էր, որ սպասում է։ Նա նոր սիրելի ունենալու մասին հայտնելուց հետո առաջին անգամ կիսվել է լուսանկարով, սակայն նկարում չի երևում ընտրյալի դեմքը։ Հետևորդներից մեկի հարցին, թե ինչն եք կարևորում հարաբերությունների մեջ, լուսանկարին կից Էլիզը պատասխանել է. «Հարաբերություններում կարևորում եմ անկեղծությունը, իրար հանդեպ հարգանքը և վստահությունը, այն հիմքը, որի վրա ամեն ինչ աճում ու զարգանում է»։ Նշենք նաև, որ նա օրերս իր ինստագրամի սթորի բաժնում կիսվել էր գեղեցիկ ծաղկեփնջի և թանկարժեք նվերների լուսանկարով։ Լուսանկարն իհարկե հետևորդների շրջանում հետաքրքրություն էր առաջացրել։ Շատերն անգամ փորձում էին պարզել, թե ում կողմից է անակնկալը։ Իսկ այսօր արդեն Էլիզը կազմակերպել էր փոքրիկ հարցուպատասխան։ Նա անկեղծորեն պատասխանել էր հետևորդների ամենատարբեր հարցերին։ Star News-ը ներկայացնում է ամենահետաքրքիր հարցերից մի քանիսը։ Հարցերից մեկն այսպիսինն էր. որքան ժամանակ է ապրում եք առանձին։ Արդեն 7-ից 8 ամիս, պատասխանել էր Էլիզը։ Տիկոին կարոտել եք հարցին, Էլիզը կիսվել էր փոքրիկի լուսանկարով, ինչը կարծես թե համաձայնության նշան է։ Ձեր ծննդյան օրը՝ դեկտեմբերի 24։ Ձեր սիրելի գույները հարցի պատասխանը եղավ ծովափի լուսանկարը։ Էս գույների համար եմ խենթանում, լուսանկարին կից գրել էր Էլիզը։ Շատ եք սիրում ծաղիկներ։ Անսահման շատ եմ սիրում։ Ինչն եք գնահատում մարդկանց մեջ։ Բարի սիրտ, անկեղծություն ու դժվարություններից չվախեցող մարդկանց։ Հետևորդներից մեկը հարցրել էր. վթարներից հետո լավ եք։ Փառք Աստծո, այո, լավ եմ, բայց արդեն սկսել եմ ավելի ուշադիր լինել իմ անվտանգ երթևեկությանը։ Եվ հիմա օգտվում եմ ապահով տաքսի սերվիսից։ Իսկ հարմարվե՞լ եք միայնակ ապրելուն։ Կարելի է ասել այո, բայց դժվարությունները շատ են, եթե ցանկանաք կկիսվեմ։ Ոնց ես մեր կորած Էլիզ։ Կորածի հետ համաձայն եմ։ Ես էս վիրուսներից եմ վարակվել, բայց քիչ-քիչ վերականգնվում եմ։ Նշենք, որ Էլիզ Մելիքյանն ու իր նախկին սիրելին միասին մասնակցել էին Ամալիա Հովհաննիսյանի հեղինակային Life Room հաղորդաշարին։ Նրանք եղել էին սեր շարքին հյուր։ Զրույցի ընթացքում ոչ միայն բաց խոսել էին իրենց հարաբերությունների մասին, այլ նաև քննարկել մի շարք այլ թեմաներ։ Էկրանից այս կողմ թվում էր, թե նրանց հարաբերություններն այնքան ներդաշնակ են, սակայն հարցազրույցից շատ չանցած զույգը բաժանվեց։ Star News-ը սիրով ներկայացնում է նրանց անկեղծ զրույցը։ 9 տարեկան էր, երբ մայրը մահացավ ու քրոջ 5-ամյա Ստելլայի հետ սկսեցին ապրել երեխաների աջակցման կենտրոնում։ Տարիներ անց 16 և 12 տարեկան աղջիկներին որդեգրեց շոումեն Արամ Մելիքյանը, նրանց կյանքը գլխիվայր շրջելով։ Ընտանիքը սկսեց բլոգ վարել։ Այս ոլորտը շատ հետաքրքրեց Էլիզային և նա սկսեց նաև իր անհատական բլոգը։ Ամիսներ առաջ Էլիզան հանդիպեց իր սիրուն՝ Հարութին։ Հաղորդման սկզբում Էլիզան խոսեց իր և Հարութի սիրուց։ Հարութն իմ կյանքում շատ բան փոխեց։ Մեր մոտ ամեն ինչ հանկարծակի եղավ։ Ի սկզբանե երկուսս էլ չենք պատկերացրել մեր հարաբերությունները, բայց սիրուն ընթացավ։ Հարութն ամեն ինչ ճիշտ էր մտածել և կարողացավ իմ սիրտը գրավել։ Դա իմ համար տպավորիչ է եղել։ Այս մասին խոսեց նաև Հարութը։ Սերը իմ համար ամենօրյա աշխատանք է։ Ամեն օր դուք երկուսով աշխատեք։ Ես իրեն տեսնելուց հասկացել եմ, որ ինքն է։ Նա իմ կյանքում այն մարդն է, ով բոլորից տարբերվել է և հենց դա է պատճառը, որ նրան եմ ընտրել։ Հիմա, երբ Էլիզան հետհայացք է անում, արդյոք էլի կընտրեր բլոգինգը, թե ոչ։ Ինձ թվում է, որ սա իմն է, որովհետև ես սրա մեջ ինձ շատ լավ եմ զգում։ Երբեք չեմ մտածել, որ կզբաղվեմ բլոգինգով և բոլորը կճանաչեն ինձ։ Միշտ չեմ հասկացել, որ իմ հետ նկարվում են, բայց այս վերջին շրջանում սկսել եմ հասկանալ։ Հիմա դուրս գալիս է, շատ եմ սիրում։
Նոր ընտանիքին ինտեգրման մասին։ Իրականում այնպես չէ, որ ամեն ինչ շատ հարթ է եղել։ Հասուն տարբեր մարդիկ սկսում են ապրել նույն հարկի տակ։ Մի կողմից կյանքի որակի լավացում, մյուս կողմից այդ նոր ընտանիքում պետք է ունենաս քո խոսքը։ Ինչպես է տրվել Էլիզային այդ փուլը։ Ես բնավորությամբ հեշտ մարդ չեմ, շուտ եմ նեղանում, իսկ Ստելլան ինձ է քաշել։ Մաման էլ պապան էլ փորձել են մեզ շուտ ինտեգրել դժվարությունների ընթացքում։ Միշտ այնպիսինն եմ եղել, որ ինձ ինչ-որ բան մերժել են, ես նեղվել եմ և կարող է մի 2 օր նեղանայի ու սենյակից դուրս չգայի։ Իրենք շատ են օգնել, որ ես այդ էտապից դուրս գամ։ Ստելլան էլ է ինձ օգնել։ Ինչքան էլ տարիքով փոքր է, միշտ եկել ասել է Էլիզ, բայց իրենք քեզ շատ են սիրում, դու դրանից մի նեղացի։ Քեզ համար են ասում, ինչ ասում են։ Մաման ինձ շատ ընկերուհի է։ Ծնող է, բայց մենք իրար հետ ընկերուհիների պես ենք։ Որովհետև ինքը ինձ տեղեր կան խորհրդի նման ասում է, գիտես Էլիզ, ես օրինակ այս իրավիճակում այսպես կանեի։ Դա ինձ օգնել է, որ նրանք ինձ մեծի նման են ընդունել։ Երբ իմացա որդեգրել իրենց, ինչպես ընդունեց Էլիզը լուրը և համաձայնվեց։ Հիմա կոպիտ է հնչում այն, ինչ որ ասում եմ, բայց շատ մարդիկ են մեզ որդեգրելու ցանկություն ունեցել։ Ես էլ, Ստելլան էլ ի սկզբանե դեմ ենք եղել որդեգրությանը։ Մենք մտածել ենք իրար ունենք և վերջ։ Ստելլան, երբ արդեն Արամի հետ կապվեց, դեռ չէի ճանաչում ես։ Նա միշտ նկարներ էր ցույց տալիս, իրենցից էր պատմում, ասում էր, որ լավ տեղեր են գնացել, որ շատ լավն են իրենք։ Նա շատ ջերմ պատմում էր, ես ուրախանում էի, որ նրան երջանկացնող մարդիկ կան։ Աշխատանքից գալիս էի, ոչ մի բանից տեղյակ չէի, սպասում էի այդ հանդիպմանը։ Քանի որ ինքս չէի տեսել։ Ես որ ծանոթացա, հուզված էի, չէի պատկերացնում, որ ամեն ինչ լուրջ է, և որ այդքան արագ զարգացավ ամեն բան։ Շատ եմ սիրել իրենց։ Ստելլայի հետ խոսելիս ասում էր, Լիլիթը շատ լավն ա, բարի ա, ինձ շատ ա գրկում, սիրում։ Ես Ստելլային ասեցի դու որոշի։ Իրականում այն տարիքում չեմ եղել, որ ունենայի այդ միտքը։ Ես այդ շրջանում արդեն աշխատում էի և փորձում էի ինքս իմ նպատակները գծել։ Ստելլան փոխեց համ իմ, համ իր, համ ծնողների կյանքը։ Մենք որդեգրության մասին մտածելիս կարծում էինք, որ կբաժանեն մեզ իրարից, բայց ոնց տեսնում եք, այդպես չեղավ։ Հատուկ կենտրոնից տեղափոխվելը հոգեբանորեն ինչ դժվարություն է իրենից ներկայացրել։ Իմ միջավայրն էր, այդտեղ եմ մեծացել 8-ից 9 տարի։ Սակայն լավ է, երբ գիտես քեզ տանը սպասող կա, իսկ այնտեղ չէին կարող 20 հոգու անհատական սպասել։ Այստեղ գիտես, որ տուն ես գնում, քեզ սիրող սպասող կա, քեզ համար հաց են սարքել։ Դա մի ուրիշ զգացողություն է։ Դրա համար չեմ կարող ասել, որ հատուկ կենտրոնում ինձ ինչ-որ պահող բան կար։ Ես էմոցիոնալ մարդ եմ, ամեն ինչից նեղվել եմ և հաճախ վեճերի մեջ եմ եղել, բայց փորձել եմ հաղթահարել, իրենք էլ են ինձ օգնել։ Անցումային շրջանը հեշտ է եղել, հարմարվելն է դժվար եղել։ Հետո էտապ զրույցներով, աղոթքներով հաղթահարել եմ։